կարող է շոշափել ձկների համար առաջին տունը, ապա այս դեպքում խավարումը շոշափում է ձկների 7-րդ տունը, իսկ կույսերի առաջին տունը։ Իսկ ինչ է ենթադրում։ Ենթադրում է այն, որ կույսերը պետք է ուշադիր լինեն իրենց գործողություններում, որտեղ հակառակ առանցքում Մերկուրին նահանջող է իր գործընկերների հետ գործընկերների հարաբերությունների դաշտում։ Ինչ է կատարվում, որ ձեր իսկ մոլորակը գտնվում է ձեր գործընկերոջ, զուգընկերոջ, նաև բաց թշնամու դաշտում, բայց այն հերիք չի մոլորված է Մերկուրին ձկների կենդանակերպում, նաև նահանջող է։ Սիրելի կույսեր, վերցրեք ձեր համակ ուշադրություն դարձրեք ձեր իսկ գործողություններին։ Առողջական խնդիրները նախկինում 6 ամիս առաջ, մի քանի տարի առաջ, նույնիսկ 9 տարվա վաղեմության խնդիրները կարող են առաջ գալ։ Քանի որ դուք ունեք անալիտիկ մտածողություն, մանավանդ եթե Մերկուրին էլ է ձեր քարտեզում կույսի կենդանակերպում, պետք է մանրամասն ուսումնասիրեք գործը։ Նոր գործեր սկսելու համար, սիրելի կույսեր, խորհուրդ եմ տալիս սկսեք մարտի 22-23-ից, եւ նաև բոլորին է դա վերաբերում, ասում եմ, Մերկուրին մոլորված է ձկների կենդանակերպում եւ շեղված է իր ճանապարհից, որպեսզի ամեն ինչ կանոնակարգված լինի, բոլոր կարևոր գործերը սկսում ենք մարտի 22-ին եւ 23-ին։ Ամենաբարենպաստ օրերն են մի դեպքում լուսինը ցուլի կենդանակերպում ֆինանսաբանկային, ֆինանսների, ռեսուրսների հետ կապված գործերն են, կարողություններն են, ֆինանսական կարողություններն են դրանց մեջ։ Մյուս դեպքում ինֆորմացիայի հետ աշխատելու, փաստաթղթեր ստորագրելու երկու կարևոր օր։ Եվ այդ ամենը նաև, սիրելի կույսեր, ականջին օղ արեք եւ որոշեք առաջ գնալ։ Սիրելի ձկներ, լուսնի խավարումը ձեր 7-րդ տանն է։ Ձեր գործընկերները, զուգընկերները, ձեր բաց թշնամիները շատ հաշվենկատ կգտնեն եւ նրանք կփորձեն ձեզ վնասել ձեր իսկ միջոցով։ Ուշադրություն դարձրեք ձեր խոսքին, ձեր անձին վերաբերող յուրաքանչյուր թեմա կարող է հետագայում ձեր իսկ դեմ դուրս գալ։ Կարևոր թղթեր ստորագրելիս, սիրելի կույսեր եւ սիրելի ձկներ, քանի որ ձեր առաջին եւ 7-րդ տանն է, այդ թղթերը ստորագրելիս պետք է ուշադիր լինեք ձեր անուն ազգանվան հետ, եթե ինչ-որ գործարքներ եք կնքում, որոնք վերաբերում են տան արքու վաճառքի, իրեր ձեռք բերելու, անշարժ ձեռք բերելու, ապա մանրամասն կարդացեք պայմանագրերը։ Ես օրինակ նահանջ Մերկուրի ժամանակ շատ կարևոր փաստաթղթեր պետք է ուղարկեի փոստով, այնպես էի լսել, ինձ այդպես էր թվացել, որ պետք է պատճեններն ուղարկեի, բայց իրականում օրիգինալ փաստաթղթերը պետք է ուղարկել, այնպես որ շատ արագ մենք կարողացանք շտկել իրավիճակը